դրա դեմ պայքարել, եթե հիվանդացել է, ինչ պետք է անել։ Եվ երրորդը, ինչ պետք է անել, որ չի հիվանդանա, որ մյուսները չի հիվանդանա։ Ես հիվանդացա, Հովհաննեսը թող չի հիվանդանա։ Ինչ պետք է անել, որպես կողքինը չի հիվանդանա։ Գրիպ վիրուսը տարածվում է օդագաթիլային կամ փոշու հետ անպայման հիվանդ մարդուց, օրինակ ես ասեցի վիրուսները, մյուս վիրուսները, ադենավիրուս, պարագրիպ, դրանք մեր մեջ կան եւ դրանք կարող է գլուխ բարձրացնել, բայց գրիպը, այն որ H1N1 կգացում, նա անպայման պետք է վարակիչ մարդ լինի, վարակը ինչ-որ մարդուց է գալիս։ Տարածվում է, մարդ վարակվում է այն ժամանակ, որ շատ մոդիկը մոդենում հիվանդին։ Այսինքն որպես օդակարտիլային միջոցով վարակվի, պետք է լինի գոնե մի մետր մոդիկություն։ Եթե մի մետրից ավել լինի, 2 մետր ավել լինի, նա երբեք չի վարակվի։ Վիրուսը գրիպի ունի ունակություն մարդուց դուրս ապրելու մոտ 6 ժամ, դրա համար ինքը կարող է տարածվի եւ ուրիշ ճանապարհներով, ձեռքերի միջոցով, փոշու միջոցով, իրերի միջոցով։ Դա շատ կարևոր է հասկանալը, ինչու որտեղ պայքարելու ժամանակ մենք դրան գանդարադառնում ենք։ Եթե Աստված չանի, բայց եղավ ու մենք վարակվեցինք ու հիվանդ է։ Ինչ պետք է անել։ Որպես չի տարածի, որպես գրիպը չի դառնա էպիդեմիա, ինչպես դուք ասացիք, պետք է առաջինը լինել ազնիվ եւ անպայման ասել, որ հիվանդ է։ Իսկ աշխատանք տվողը կամ դպրոցը կամ դասադուլն գտնի իր մեջ ուժ, որ ասի, որ ոչ թե մեղքանա, ոչ իստեմի անգինում ասի, այ ասի, որ չէ պիտի գնաց դու կաբի եւ անցկացվի համբարձան հագա վիրուսային ինչ-որ պրոֆիլակտիկ միջոցներ, միջոցառումներ, եթե կան բակտերիացիդ լամպեր, միացներ կան, պրավետրիկ, խոնավ շորով մաքրել, որպես այն ինչ-որ Իրանից դուրս եկել, չի հասնի մարդու, մյուսի։ Ուրեմն եթե, ինչպես ես ասեցի, դե այնպես եղավ, որ վարակվեցի, ինչ պետք է անել, պետք է անպայման վարկել անգողով։ Պարտադիր է վիրուսային գրիպով հիվանդի անգողանային ռեժիմը։ Երկրորդ ինչ պետք է անել։ Դնեցիներին պետք է դարանջատել իրանցից, շփումից։ Այսինքն ունենայինք առանձին սենյակ։ Այդ սենյակը, որտեղ հիվանդը բարկած է, պետք է հաճախ օդափոխել։ Պետք է օրը 2-3 անգամ խոնավ շորով սրբել բոլոր մակերեսները, որպես այդ նստած վիրուսները մաքրել են։ Եվ կանչել բժիշկ, ոչ թե սկսել բուժումներ։ Ինչ կարելի անել մինչև բժշկի գալը։ Դակչոր, անգողնում դակչոր։ Ստեղ միշտ, հատկապես հայերի համար, մեզ համար, նենց բան կա, մենք ինչ արի հիվանդություն լինի, մենք առաջի հետին աշխատում ենք ջերմություն իջացնել։ Սխալ է, բացարձակ պետք է չի ջերմություն իջացնելու։ Նախ նա ոչ մի բուժման իմաստ չունի ջերմություն իջացնելը։ Երկրորդը, եթե մենք ջերմություն իջացնող դեպ տանք, մենք կարող ենք բժշկին գցել շփոթության մեջ, որտեղ ջերմություն չկա, նա գասի որ չէ գրիպ չի, սովորական վիրուս է։ Որովհետև գրիպը անպայման բարձր ջերմությունով է։ Բարձր ջերմություն եւ գրիպի ժամանակ ավելի շատ ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներ են մեջ գալիս։ Քրտնաթադրություն, ցավ մարմինի, թուլություն, հազ, կարող են լինել եւ ուրիշ երևույթներ, որոնք ասենք ստամոքսային համակարգային հետ կապված, եթե եւս մի բան այս առաջի մասին ուզում եմ ասել։ Հաճախ ասում են, որ գրիպը ախտարում է առաջի հերթին դգար մարդկանց եւ մեր աշխատողները առողջապահության նախարարության աշխատողներն դրա մասին ասել են։ Անտե մի փոքր սխալ ըմբռնում կա։ Դրանք ավելի ենթակա են ծանր դանելու եւ մահանալու։ Թե չէ գրիպը չի ճանաչում, առողջ ես դու,
սպորտսմեն ես, դե դգար ես։